Ելենա Արշակյանի «Մարիա» սերիալում սյուժեն օր-օրի թափ է առնում, դառնալով ոչ միայն հուզական դրամա, այլ նաև խորությամբ հագեցած հոգեբանական թրիլեր։ Թեև թվում էր, թե հիմնական հակամարտությունները մի քիչ մեղմացել են, նոր զարգացումներն ապացուցում են ամենավտանգավոր շրջանը դեռ առջևում է, իսկ ամենաուշագրավ բացահայտումը Մարիան ականատես է լինում, թե ինչպես է Ռաֆը գաղտնի այցելում իր ամենամտերիմ ընկերուհուն Անիին, սարսափելի լարվածություն է ստեղծվում այս պատճառով։ Միայնակ քայլելով փողոցում մտքերի մեջ խորասուզված, Մարիան կանգ է առնում, երբ նկատում է Ռաֆին։ Սկզբում կարծում է, թե պատահականություն է, բայց երբ տեսնում է Ռաֆը բարձրանում է աստիճաններով դեպի Անին, բնականաբար սարսափում է, Մարիան թաքնվում և հետևում է, տեսնելու, թե ինչպես է Անին ու Ռաֆը հանդիպում։ Այս պահից սկսած ամեն ինչ կարծե գլխի վայր շրջվում է Մարիայի համար։ Մարիայի ներսում սկսվում է մտքերի անկառավարելի հեղեղ։ Ինչ գործ ունի Ռաֆն Անիի հետ, ինչու է նա ժպտալով նրան ներս թողնում։ Գուցե Անին միշտ էլ համագործակցել է Ռաֆի հետ, իսկ եթե այս շարժումները փոխանցվում են ուղղակի այն պատճառով, որ Անին տեղյակ չի, որ Ռաֆը նրան այցելում է։ Շաբաթներ առաջ հեռուստասերիալի ինստագրամյան պաշտոնական էջում հրապարակված տեսանյութերից ու լուսանկարներից պարզ էր դառնում, որ Անիի շուրջ ինչ-որ բան կատարվում է և Անին ինչ-որ կերպ դավաճանել է Մարիային ու Դավիթին։ Ռուբենը հանդիպելու է Անիի հետ, բացահայտելու, թե ինչ է կատարվել, և այդ կադրերը հայտնվել էին համացանցում։ Արդյոք իսկապես Անին դավաճանել է իր ամենամտերիմ մարդկանց։ Այս մտքերով և այդ մտքերի մեջ խեղդվելով, Մարիան հիշում է բոլոր այն դեպքերը, երբ Անիին թվում էր շատ բան գիտեր, ավելին, երբեմն իր վարքագիծը տարօրինակ էր։ Սկսում է վերլուծել Անին հեշտ չէր ընդունում Ռաֆի դեմ պայքարը, չնայած նրան միշտ օգնում էր ու Անին մշտապես ատել է Ռաֆին, արդյոք այս ամենը բեմադրված էր։ Հնարավոր է հենց նա էր փոխանցում որոշակի տվյալներ Մարիայի մասին, այս ամենը միանգամից չունի հստակ պատասխան, բայց կասկածի սերմն արդեն ընկել է Մարիայի հոգում։ Անին Մարիայի հետ ընկերություն է անում երկար տարիներ, Անին ու Դավիթը նույնպես բավական երկար ժամանակ մտերիմներ են, բայց արդյոք Անին այս ամենն օգտագործել է Ռաֆի օգտին։ Չէ՞ որ Անին իմացել է այնպիսի մանրամասներ Դավիթի ու Մարիայի մասին, որոնց մասին չեն իմացել նույնիսկ նրանց ամենամտերիմները։ Թե Ռաֆը փորձում է շահարկել Մարիայի շրջապատը՝ ստանձնելով հոգեբանական պատերազմ, դա է Մարիայի առաջ խոշորագույն հարցը, որը կանգնած է։ Մարիան չի ուզում հավատալ, որ իր ամենամտերիմ ընկերուհին իսկապես դավաճան է։ Բայց ինչպես պետք է նրանք հիմա հանդիպեն, նա փորձելու է հավաքել ապացույցներ, որպեսզի Ռաֆը չկարողանա խուսափել պատասխանատվությունից։ Եթե նույնիսկ Ռաֆը գնացել է նրա մոտ, միգուցե դա ճնշման միջոց է, միգուցե Անիին սպառնում է, սակայն Անիի ժպիտը, որով նա դուռը բացում է Ռաֆի համար, այրում է Մարիայի հիշողությունը։ Ռաֆը հայտնի է իր մանիպուլատիվ ու խաղացող կերպարով, նա բազմաթիվ անգամներ օգտագործել է մարդկանց իր շուրջն իրենց թույլ կողմերը թիրախավորելով։ Շատ հավանական է, որ նա կամ գայթակղում է Անիին, կամ խոստանում է ինչ-որ բան, կամ սպառնում։ Իսկ գուցե ավելի խորն է Անիի Ռաֆի հետ կապը։ Եթե դա այդպես է, ապա սերիալը լիովին նոր ուղղություն կստանա, դավաճանությունը կդիտվի ներսից։ Մարիան չի կարող սա անուշադրության մատնել, նա չպետք է պահի լռություն, բայց նաև պետք է զգույշ լինի։ Նա սկսում է հեռվից հետևել Անիին, հասկանալու նրա վարքագիծը, զանգերն ու շարժումները։ Դավիթը բանտում է, չնայած որ Մարիան նրան գնացել է տեսակցության և բավական երկար ժամանակ խոսել ու նշել, որ նրանց դեռ երկար ու դժվար ճանապարհ է սպասվում, բայց Դավիթը դեռ տեղյակ չէ, թե ինչ է կատարվում Մարիայի հոգում։ Ռուբենն էլ մեղադրում է Մարիային, որ չմտածված քայլեր է անում։ Մեղադրում են նաև հեռուստադիտողները Մարիային, որ ամեն անգամ նա հայտնվում է մի սխալ գործողության մեջ, որից տուժում են նրա շրջապատի անդամները։
Եվ վերջապես ինչով կարող է ավարտվել այս գիծը: Անին անմեղ է, և Ռաֆը պարզապես նրան գտել է իր հերթական մանիպուլյացիաների համար օգտագործելու: Անին ստիպված է համագործակցել Ռաֆի հետ, քանի որ նրա ընտանիքին սպառնում են: Անին ինքնակամ օգնել է Ռաֆին, որովհետև սիրահարվել է նրան կամ շահագրգռված է: Մարիան ու Անին բախվում են, և ընկերությունը կործանվում է խորը դավաճանության ֆոնին, և վերջապես Դավիթին սպառնում է վտանգ, եթե Անին իսկապես Ռաֆի վստահված անձն է: Այս նոր շրջադարձը դարձնում է Մարիա սերիալն ավելի բարդ, բայց նաև ավելի գրավիչ: Ընկերություն, դավաճանություն, անակնկալներ ու կասկածային ամենը, ինչ դիտողին ստիպում է սպասել ամեն նոր սերիային սրտի բաբախով: Իսկ մինչ կբացահայտվի, թե ինչ նպատակ է այս ամենը հետապնդում, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին ու գրել ձեր կարծիքները: